որոնք են կլինիկաները, որպեսզի մեր հեռուստադիտողը մեզ նայող հասկանա, որ ահա, ես ունեմ այս ախտանիշները մոտավորապես արդեն իսկ կողմնորոշվի, որ պետք է գա անոթային վիրաբույժի մոտ։ Այո, ուրեմն հիմնական ախտանիշները պետք չի փորձել կոնկրետացնել սա երակային խնդիր է, սա զարկերակային է, թե տրոմբ է, թե ինչ է, եթե մենք ոտքերի վրա ունենք այտուցներ, հատկապես եթե այս այտուցները առաջացել են կտրուկ, հատկապես եթե այս այտուցները ասիմետրիկ են, այսինքն մի ոտքում ավելի շատ է, քան մյուսում, եթե ուղեկցվում է ցավով, մաշկի գույնի փոփոխությամբ, դա կարող է լինել կարմրություն, դա կարող է լինել կապտավուն երանգ, դա կարող է լինել գունատություն, կախված նրանից թե ինչ անոթի մասին է խոսքը։ Ոտքի սառնություն, հատկապես էլի եթե ասիմետրիկ է, մի ոտքը ասենք թե սառն է ավելի քան մյուս ոտքը։ Նմանատիպ գանգատներ նաև ասենք վերին վերջույթներում, մի քիչ իհարկե ավելի հազվադեպ, բայց նմանատիպ գանգատներ կարող են նաև վերին վերջույթներում լինել։ Այսպիսի գանգատները պետք չի անտեսել։